ժողովուրդ ջան, առաջի անգամ եկել եմ Արտյոմի մոտ երեխայիս հետ կապած։ Երեխան մանգալու հետ խնդիր ունի, էլի մանգալուց ոնց որ ուզում է թե ընկնի, իրան զորով է բաղում։ Իսկ եթե միտեղ նստում է, պետք է նալի արդեն էդի մի հատ առանձին պրոբլեմ է, պետք է իրան մեր օգնությամբ ինքը վեր եկնում։ Հիմա առաջի օրը որ եկել ենք Արտյոմի մոտ, հա, էդ էլ ասեմ, մինչև Արտյոմ աղոթելը տեսնում էի ծանր, ծայրահեղ ծանր մարդիկ այն ստեղ, հատկապես երեխաները, սիրտս ցավում է, ոնց որ ռացը զսպե էլ, ասում է Տեր Աստված, խի էլի, մինչև Արտյոմի աղոթելը, մինչև Արտյոմը սկսել աղոթելը։ Հա, հետո որ երեխա մտավ Արտյոմի մոտ աղոթեց, այդ օրը գնացինք տուն, երեխաները տեղից վեր երկենում։ Սենց մի հատ հայերեն ներողություն չեմ կարող ասեմ, ասի կարող է բնուշկայի անում էլ, եսի ինքն է բնուշ հատ անում, որ ես արդեն կարող եմ վեր կենամ, չէ, մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, հալա հատկապես առավոտ որ ինքը հելնում է թուլ վիճակ է էլի, մեկ է սենց ինքը տեղից հելնում է գնում դեպի բաղին։ Ես ու կնիկս իրար նայում ենք, սենց ասում ենք Տեր Աստված, իսկականից էլ եսի հեքիաթ չի, ես ոնց են ասում, ֆանտաստիկ ֆիլմ չէ, եսի իրականություն է, ես ինչ է, ջանս փշակաղում էի, սենց լացում էի, ինքն էլ ասում է, պապա, ես սենց բաներ, ես կինոներում էի նայում, հեքիաթներում էի ես լսում, ես ինչ է ես։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ես որ տեսա էդի ու հետո երկրորդ անգամ որ եկել եմ Արտյոմի մոտ, տեսա այդ նույն ձևի երեխեքը սենց ծայրահեղ ծանր տեսնում էի, այն առաջվա նման չէի տխրում, չէի լացում, որովհետև հասկանում էի, որ այդ նույն հրաշքը կատարվելու է ձեր ընտանիքներում, ժողովուրդ ջան, սա իսկականից հեքիաթ չի, սա ֆանտաստիկ ֆիլմ չի, սա իրականություն է, որովհետև Աստված իրական Աստված է, Աստված կենդանի է, ամեն ինչ տեսնում է, լսում է, զգում է, մեզանից ինչ է կախված, հավատք։ Այսքան ժողովուրդը ոստե հավաքված, ես չեմ հավատում, որ ոստե անհավատ մարդ կա։ Եթե դու այս պայն այստեղ կայնացես, ուրեմն կա քո մեջ հավատ, կա քո մեջ կայծ, ու այդ կայծը Աստված Արտյոմի միջոցով կրակ է դարձնելու։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, փառք Աստծուն 1000 անգամ, թող Աստված Արտյոմին հավատքը էլ ավելի ուժեղացնի, ամուր պայ իր հավատքի մեջ, որ Աստված Արտյոմի միջոցով մեր ընտանիքները հրաշք գործի, ժողովուրդ ջան, սա իսկականից հրաշք է, ձեզանից կախված է, հավատակ ու ձեր կյանքը պիտի փոխվի։ Էդի չպիտի դառնա էլի դե այսօր բուժվելա, դե գնամ ես իմ առաջվա կյանքը ապրեմ, հա Արտյոմ մենա տեղը գիտենք, գալով ենք Արտյոմ աղոթ, չէ, էսի դառնում ենք մեկ Աստծո հետ խաղալուց։ Աստված մատուցող, չէ՞լի, էսի բեր, էնի բեր, մեկ էլ հաշիվը բեր, շատ ներողություն, չի կարելի, ժողովուրդ ջան։ Ամեն մի վարքյան, ամեն մի րոպե Աստված մեր շանս է տալիս, այդ շանսը մենք պիտի օգտագործենք։ Ու վաղ տա գալու, որ այստեղ այնքան մարդ է հավաքվելու, որ այս դաշտերը չի երևալու, քիչ մարդիկ որ կան այստեղ, մի բանով լավ է, որ սաղ առողջ են, բայց մարդիկ չեն հավատում, մարդիկ ասում են դու գնում ես Արտյոմի մոտ, Արտյոմ ինչ անում, օպերացիա անում, մասաժ անում, քեզ կպնում, ասում եք չի աղոթում, դու աղոթով ոնց է բուժում, բա աղոթով են սաղ էլ կան բուժում են, էլի, չէ, բա սաղ էլ հավատ չունի, աշխարհում երևի 8 միլիարդ մարդ կա, 8 միլիարդի չգիտեմ, երևի 10%-ն է, որ հավատում է, որովհետև սատանան էլ է իշխում, սատանան էլ զորություն ունի։ Ես ինչ եմ ուզում խնդրեմ, ժողովուրդ ջան, բոլորս դարձի գանք, Աստված չի ուզում, որ մեր երեխան վատ մանգա, չի ուզում, որ մենք առավոտ ելնենք, տեսնենք մեր երեխու վիճակը ծանր, չի ուզում, նա ուզում է, որ մենք դարձի գանք, որ այդ հիվանդություն, շատ հիվանդությունների պատճառով մարդիկ դարձի են գալիս, ասում են, վայ, փառքը չա, Տեր Աստված, եթե այդ հիվանդությունը չլինի, ես քեզ չէի ճանաչի։ Ժողովուրդ ջան, ես սրտանց եմ ասում, ես ինչ որ մի հատ տեքստ չեմ սովորել, որ կամ ասեմ, սրտումս Տերը ինչ դրել ասում եմ, ինչ մտքումս դրել ասում եմ, հավատացեք, ու այսքան մարդ, ինչքան մարդ կա, ու ինչքան էլ պիտի գա, հավատացեք, բոլորդ բուժվելու ենք, փառք ամենակարող Աստծուն։